Կոռուպցիան հենց այդտենց է անում, տեսեք։ Թափազա։ Հատուկ ձեզ ցույց տալու համար սովետաշնի աղբանոցից նրանք ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, Նորից չտարբերվող վեճմեշոկա ընդհանրապես նորից չի տարբերվում։ բալիկները Բերել եմ տուն, լվացել եմ, թազից չի տարբերվում։ հիմա գտնվում եմ Սովետաշենի մահվավայրում։ Այսօր մարտի 15-ն է, ժամը 2:21 րոպե եւ ձեզ եմ ներկայացնում հերթական հայտարարությունը, որ Պաշտպանության նախարարության բանակի գույքը բարվոք վիճակում գտնվող գույքը չճղված լավ վիճակում բերել թափել են, ասենց ասած դուրս են գրել ամբողջ այսպես լիքնա այսպես լցած իրար վրա սա էլ նորից չտարբերվող վեճմեշոկա, տեսեք թափազա բալիկները թափված են եւ տեսեք բաց են ցույց տամ, որ նորմալ վիճակում գտնվող սպալնիկա, տեսեք թափազա է, ժողովուրդ ջան, նույնիսկ կեղծ չկա մեջը, թափազա, նորմալ բարվոք վիճակում սպալնիկա, դե իհարկե այս ցեխերը ստե է թափած, դե համար է ճեղտոտված, ցեփը բացում է, տեսեք, սպալնիկը թափազա, նորմալ վիճակում գտնվողը բերել են որպես աղբ է թափել։ Հատուկ ձեզ ցույց տալու համար սովետաշնի աղբանոցից Պաշտպանության նախարարության կողմից նորից չտարբերվող բանակի գույքը, որ թափել են որպես աղբ, մեկ հատ վեճմեշոկը վեկալել եւ երկու հատ սպալնիկ բերել եմ տուն, լվացքի մեքենայի մեջ եմ գցել, լվացել եմ, որ ձեզի ներկայացնեմ, ցույց տամ, որ ընդհանրապես նորից չի տարբերվում, թափազա է։ Եվ հիմա ձեզ եմ ներկայացնում նորից չտարբերվող Պաշտպանության նախարարության կողմից թափված Սովետաշնի աղբանոցում բանակի գույքը։ Տեսեք, լրիվ նորմալ վիճակում է։ Բոլոր գրպանների այս սպաները փոխված չեն, նորից ընդհանրապես չի տարբերվում, փչացած տեղ չունի, սա էս իր զանոթները աշխատում է, հետևի մասը, այս իր հուպկեքը, ճղված տեղ ընդհանրապես չկա, փոխված տեղ չկա, տեսնում եք, բոլոր այս թելերը աշխատում են, փոխված չէ, ցույց եմ տալի, երկրորդ թելն է, նորմալ աշխատում են, բացում է, նոր տեսեք, փոխված, ճղված, վառված տեղ չկա, թափազա, Սովետաշնի աղբանոցից վեկալել եմ, բերել եմ, լվացքի մեքենայի մեջ եմ գցել, նորից չի տարբերվում, վեճմեշոկը, տեսակ, սա էլ սպալնիկն է, սա ուղղակի խայտարակությունն է, կոռուպցիան հոզով պոչով չի լինում, հենց է լինում, որ նորմալ գույքը, թազի չտարբերվողը բռնում թափում են, դուրս են գրում եւ տեղը նորն են բերում։ Կոռուպցիան հենց այդտենց է անում, տեսեք, նույն ձև ճղված, փոխված տեղեր չկա, խնդրեմ։ Վերել լվացել եմ, որտեղ Սովետաշնի աղբանոցում ինքը ցեխերի մեջ կեղտոտվել է, թեպետ երբ որ բացեցի ինքը արդեն նորից չէր տարբերվում, տեսեք, այս գլխի հատվածի բացն է, նորից չի տարբերվում, տեսեք, ուր է, այս իր լիպուշկեքը լրիվ կա, փոխված չի, այս էլ իր ցեխն է, լիպուշկեքով,
բանակի գույքը նորմալ փազի չտարբերվող տարի թափել են։ Կոռուպցիան հենց հենց է լինում, ոզով ոչ չի լինում։ Ցեփ ու նորմալ սա փազի չտարբերվող տարի թափել են։ Տեսեք իրա մեջի հատվածն է։ Մենք միասին արձանագրեցինք Պաշտպանության նախարարության կողմից այս խայտարակ կոռուպցիոն դրսևորումը։ Խի եմ ասում կոռուպցիոն դրսևորումը, որտեղ այլ անվանում չի կարող լինել, քանի որ մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, եթե Պաշտպանության նախարարությունը այս աղբ չհանդիսացող գույքը դուրս է գրել եւ թափել են Սովետաշենի աղբանոցում, որը հիմա ոչնչացվում է եւ վառվում է, իրան պետք է փոխարինի նոր գույքը, որի նոր գույքի համար նոր միջոցներ են հատկացնելու, նոր փող են տալու։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ այդ գործարքի մեջ, նոր գույքը ձեռք բերելու մեջ, ինչ որ մարդիկ, X մարդիկ, անհայտ մեծ մարդիկ, այդ գործարքներից միլիոններ են ձեռք բերելու։ Ում հաշվին, ժողովրդի, հարկատուների, բոլորի հաշվին, ով է տուժում պետությունը, ժողովուրդը, բոլորս, մենք։ Այդքան խոսում են առավոտից իրիկու կոռուպցիայի դեմ պայքարը, դες թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի, հա։ Էս է կոռուպցիան։ Վեշմեշոկը սպալնիկը ես ինադու եմ Սովետաշենի աղբանոցից վեկալել եմ, բերել եմ տուն գցել եմ լվացքի մեքենան, որ լվամ, դա հանրայնացնեմ, ձեզ ցույց տամ, ձեզ ներկայացնեմ, որ դուք տեղեկանաք ինչ է տեղի ունենում, որ դուք տեսնեք, սա խայտարակություն է, ժողովուրդ ջան, նոր ներկայացեցի, նորից չի տարբերվում, նոր գույք է։ Այն դեպքում, երբ որ մենք շատ լավ գիտենք, բոլորս էլ ծանոթներ ունենք, ծառայող ժամկետային թե սպա, գիտենք բանակի վիճակում ինչ է տեղ ունենում։ Համացանցում նկարներ ենք տեսնում ենք, որ զինվորները ինչ պայմաններում են, գիտենք բանակը ինչ վիճակում է։ Ժողովուրդ ջան, հիշում եք պատերազմի ժամանակ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ Եվ ուզում եմ ասել, որ նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան միանգամից զինվորական հագուստներով, իհարկե։ Ես խնդրում եմ նաև նրանք, ովքեր իրենց հետ ունեն հագուստ զինվորական, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկանց խնդրում եմ, որ իրենք դա որևէ ձևով ուղարկեն եւ կենտրոնացրեն կենտրոնական հավաքակայան։ Ու այդքանից հետո բանակը իրան թույլ է տալի նման նորից տարբերող գույքը տանի թափի։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս շատ լավ տեսել ենք, հիշում ենք պատերազմի ժամանակ, որ զինվորները ինչ պայմաններում էին ցեխերի մեջ եւ այլն եւ այլն։ Եվ Պաշտպանության նախարարությունը բանակը զինվորներին սպալնիկներ չէր տրամադրել։ Բոլորս հիշում են, դա անհերքելի է, չէ՞, որ խանութներում սա ավարտվել էր սպալնիկները, ժողովուրդը օր ու գիշեր սպալնիկներ էին կարում, ուղարկում էին դիրքեր, ժողովուրդը դրամահավաքներ էր հավաքում, որ սպալնիկ առնեն կամ կտոր առնեն, կարել տան, որ դիրքեր զինվորներին սպալնիկ ուղարկեն։ Դա մենք բոլորս հիշում ենք, չէ՞, եղել է։ Բանակը չէր տրամադրել, չէր եղել։ Հիմա ես չեմ ասում, թե խի չի եղել, այս բանակին է մեղադրանքել չէ, ես հանգամանքն եմ ներկայացնում, եղել է, չէ՞ նման բան, բայց այսօր տվյալ դեպքից հետո, որը գրեթե մեծ առումով բանակում բան չի փոխվել, Պաշտպանության նախարարությունը նորից տարբերվող գույքը տանում թափում է։ Ժողովուրդ ջան, հիշում եք պատերազմի ժամանակ ցույց տամ էլի ով որ չի տեսել, չի հիշում։ Զինվորը սպալնիկ չի ունեցել, որ գետնին քնի։ Հիշում եք դրամահավաք էինք հավաքում։ Դիրքեր սպալնիկներ էին ուղարկում։ Ու այսօր այս գույքը, որը ըստ
բանակի զիբիլը համարվում, տարել թափել են, թազա գույքա, էսի խայտարակությունը, դրա համար մեր պետությունը տեղից չի շարժվում, առաջ չի գնում, խի, որտեղ ամեն տարի Երևանի քաղաքապետարանը ինչ-որ մեկի տոմետի ցեխով այդ մի շաբաթ հետո փշրվող տոմետներն է շարում ամեն տարի քանդում սարքում 1.5 տարվա ընթացքում 3 անգամ տոլի 2 անգամ Չարենց փողոցի մայթն են քանդում սարքում փողը չէ հատկացնում մի բանի վրա 3 անգամ քանի անգամ փող են ծախսում բայց դրա համար մեր պետությունը այսօրին է բանը կնա այսօրին ամեն մի լումա ամեն մի 10 դրամ ամեն մի ծախս պիտի լինի նպատակային եւ օգտակար լինի պետությունը, որ առաջնային լինի։ Եթե այս վեշմեշոկը, որը նորից չի տարբերվում, թափ-թազա, պաշտպանության նախարարությունը որպես զիբիլա դուրս գրում, սրա տեղը, որը նորը պիտի ձեռք բերի, օրինակ, չգիտեմ, այդ գումարի համապատասխան բրոնի ժիլետ առնեին, հեռադիտակներ առնեին, նաշնալ վիդենիա, տեպլովիզոր, եւ այլն այլ բաների վրա կարելի է ծախսել։ Նորից եմ կրկնում, մենք բոլորս ծանոթներ, հարազատներ ունենք, որ բանակում են ծառայում եւ այլն, բոլորս գիտենք դիրքերի եւ առհասարակ բանակի վիճակը։ Բայց նման դրսևորում պաշտպանության նախարարության կողմից դա անընդունելի է։ Եվ մենք տեսնում ենք այդ Երևանի քաղաքապետարանի նույն դրսևորումը, որը պետական գույքը, որ տոմեթը մի քանի շաբաթ առաջ բացահայտել է, որ տարել որպես աղբ էին դուրս գրել, հենց Երևանի քաղաքապետարանի կողմից ասեցին, որ դա ուղղակի սխալմունք է տեղի ունեցել, դա աղբ չի։ Այսինքն նույն բանն է պաշտպանության նախարարությունում է։ Եվ այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Բայց եթե ոչ ոք պատասխանատվություն չի կրում, տես բաներ է տեղի ունենում, բա մեղավոր ով է։ Ժողովուրդ ջան, հիմա այս գույքը սովետաշենը վառվում է։ Ինչի համար։ Ժողովուրդը հարկ է տալի, որ ամեն տարի վեշմեշոկ փոխեն։ Ժողովուրդ ջան, ես 2009 թվականից 2011 թվականը ծառայել եմ Արցախում, Ջաբրայելում։ Եվ բոլոր ծառայողները թվականին կամ դրանից առաջ կամ դրանից հետո կարող են հաստատել իմ խոսքերը, որ մեր ծառայության ժամանակահատվածում մեր վեշմեշոկները ավելի վատ վիճակում էին, ավելի քրքրված էին, կարկտած էին եւ դրանցով մենք դիրքեր էինք բարձրանում եւ այս վեշմեշոկը, որը պաշտպանության նախարարությունը աղբանոց է տանում թափում, որպես աղբ, հա, այս վեշմեշոկը իմ ծառայության ժամանակվա վեշմեշոկից 10,000 անգամ ավելի լավն է։ Եվ տեսեք նորից եմ ցույց տալի, ապա բան չի ելել, չկա, թազա է, թազա է։ Կարող եք ինքներդ գնաք սովետաշենի աղբանոց, ինքներդ ականատեսել եք։ Բայց ասած ուր ենք հասնելու։ Ժողովուրդ ջան, սա ցավալի է, սա նորմալ չի։ Այսքանով ես կավարտեմ, ինքներդ հետևություններ կանեք, ինքներդ կարծիք կազմեք այս ամենի շուրջ։ Եվ խնդրեմ բոլորիդ, որ այս տեսանյութը տարածեք, որ բոլորը սրա մասին տեղեկացված լինեն, միգուցե եւ պաշտոնյաները, պատգամավորները չգիտեն մեր երկրում ինչ է տեղի ունենում, կարող է չգիտեն, որ կոռուպցիա կա, կամ չգիտեմ, որ սենց նորից տարբերող գույքը տանում թափում են, գոնե ինտերնետից, Facebook-ից տեղեկանալ։ Եվ ժողովուրդ ջան, խնդրեմ ինքներդ այս տեսանյութի մեկնաբանությունում ձեր կարծիքը արտահայտեք այս ամենի շուրջ, այս ամենի դուք ինչ անվանում կտակ, ինչպես կանվանեք այս արարքը, ես անվանում եմ այս արարքին, ասում եմ սա պետական դավաճանություն է,